ինձ միշտ ոգևորում են մարդիկ։ Ես կարիք չունեմ ոչ թանկ շորերի, մեքենայի, ոչ մի բան, որովհետև անձամբ մարդիկ իր փողոցում մոտենում են, գրկում են, շնորհակալություն են հայտնում։ Ասում են ամենաթանկ բանն է, որ ես ստանում եմ։ Սկզբում մի քիչ վախենում եմ, որովհետև մտածում եմ, դե վատ կանեմ, չի ստացվի։ Առաջի էպիզոդը որ դուրս եկա ու Արտուրի հետ ու մենք ասում ենք, «Վաու, 700 հոգի մարդ է դա է»։ Դե իմ ծնողները միշտ այդ արժեքում ինձ մեծացրել են, որ մարդը մեծագույն արժեքն է, որ կրթությունը կարևոր է ու խաբելը լավ չի, պատճառում ես արթնանալու ու առավոտը մինչև բոլորը քնած են դու արդեն ընկերների հետ ժամանակ ես անցկացրել։ Իմ մոտ այդքանը ահագին դժվար պերիոդ էր տարբեր առումներով ու երբ որ քո մոտ դժվարություններ ես հանդիպում, կարող քո ինքնագնահատականը իջի։ Որտեղ ինքդ քեզ հարց ես տալի, արդյոք ես կարամ դա անեմ, չեմ կարող, օրինակ իմ բախտը բերել է։ Իմ ընտանիքն է, ընկերներն են, իմ կինն է միշտ ինձ աջակցել են։ Այսինքն այն պահին, որ ես ինքս ինձ չեմ հավատացել, իրանք հավատացել են, որ իմ մոտ կստացվի։ Ինչի հենց ինքը։ Դե ես իմ կնոջ սիրում եմ։ Ես երեխան հայեր են ախոսում։ Ասում եմ, հայ է։ Պետք է երեխաներին հատուկ դաստիարակել։ Իմ ծնողներին շատ են սիրել ու երբեք դա չեն թաքցրել ու դա բերել է նրան, որ ես շատ հարցեր եմ, ահա որ ինքնաբավ եմ։ Ուզում եմ գիրք գրեմ ու անունը դնել եմ 300։ Ես մի էպիզոդի վրա, սա հլադեր շատ դրաֆտ է, ինքը ուրիշ տեսքա ունենալու, հետո թերթով հայտարարություն տալիս ու վաճառում այդ 12-13 տարեկան այդ իմ առաջի բիզնեսն է։ Հա, ինձ թվում է պետք է, ու պետք է ամբիցիաներ ունենալ ու պետք չի դրանից ամաչել, կրթությունից չի գալի։ Շատ խնդիրներ գալիս է աղքատությունից։ Հաղորդման գլխավոր գործընկեր Valan Group, գործընկերներ Armenia Wine, Կտուր AM։ Բարի գալուստ իմ ռեստորան, որը գտնվում է հենց իմ տանը։ Ես ուրախ եմ, որ կրկին կարող եմ ողջունել ձեզ եւ խնդրել, որ անպայման բաժանորդագրվեք իմ YouTube-ի ալիքին, որպեսզի առաջինը հենց դուք իմանաք նորությունների մասին եւ բաց չթողնեք ոչ մի նոր էպիզոդ։ Ինչպես նաեւ կարող եք միանալ Facebook-ի եւ Instagram-ի իմ պաշտոնական էջերին, որովհետեւ այնտեղ մշտապես լուսանկարները եւ տեսանյութերը թարմացվում են եւ ես սիրով պատասխանում եմ նամակներին։ Մենք այսօր շատ ենք խոսելու լոռիից։ Ինչու ենք հատկապես լոռիից խոսելու, դուք կիմանաք մի փոքր ուշ, բայց այս պահին ուզում եմ բոլոր այն մարդկանց, ովքեր նախատեսում են այցելել լոռի, լինել լոռվա տեսարժան վայրերում, օրինակ Սանահինում, Հաղպատում, Օձունում եւ մնացած բոլոր հետաքրքիր վայրերում, ապա առաջարկում եմ բաց չթողնեք մի հրաշալի վայր, որը ես խորհուրդ եմ տալիս եւ գիշերակացի համար եւ համեղ ճաշելու համար։ Խոսքս Դեբետ գյուղում գտնվող Դեբետ Live հյուրատունն է, որը շատ յուրահատուկ դիզայներական լուծումներով հյուրատուն է, ընդամենը 4 համարով, յուրաքանչյուր համարն իր սանհանգույցով նախատեսված հրաշալի հանգստի համար, ինչպես նաև հյուրատունը ունի առանձին հատված, որտեղ դուք կարող եք աշխատել եւ ստեղծագործել։ Բացի այդ, Դեբետ Life-ի անմիջապես կողքը դուք կարող եք ճաշել Perle ռեստորանում, որտեղ ճաշացանկը հարուստ է ամենատարբեր երկրների խոհանոցով, հեղինակային ուտեստներով եւ իհարկե անցկացնել այնտեղ ոչ միայն ընտանեկան հավաքներ, այլ նաեւ կորպորատիվ երեկոներ։ Այս ամենը իհարկե նրանից հետո, երբ դուք կվայելեք լոռին եւ կկարողանաք ձեզ թույլ տալ կտրվել աշխարհից, ուրբանիզացիայից եւ նաեւ կարող եք ձեզ թույլ տալ գտնվելու բնության գրկում։ Այսօր իմ հաղորդման հյուրն է լինելու շատ շատերի սիրելի Rearrange podcast-ի հեղինակ եւ վարող Նարեկ Ամիրխանյանը։ Նարեկը ծնունդով լոռիից է եւ ես կարծում եմ, որ մենք զրույցի ընթացքում շատ կանդրադառնանք լոռիին, հատկապես, որ ես իմ այսօրվա ճաշացանկը կազմել եմ ամբողջությամբ հիմնվելով լոռվա խոհանոցի վրա։ Ճաշացանկի ուտեստների հետ մի փոքր ուշ կծանոթանաք, իսկ հիմա ճիշտ ժամանակն է, որ գնամ դուռը բացեմ եւ դիմավորեմ Նարեկին։ Հերմինե, հաճելի է շատ Նարեկ ջան, համեցեք։ Շատ տարօրինակ է, բայց մենք առաջին անգամ ենք իրար տեսնում։ Տենց պիտի չլիներ ինձ թվում է։ Բայց ոչինչ, ինչ որ մի կետից պետք է այդ սխալները ուղղել։ Նարեկ ջան, շատ շնորհակալություն հրավերը ընդունելու համար, ինձ շատ հաճելի է։ Ուզում եմ մի խոստովանություն անել։ Ուրեմն ես երևի մոտ 2 տարի է մտածում եմ այս հանդիպման մասին, բայց միշտ մտածել եմ, որ դու ասելու ես չէ։
Չգիտեմ ինչու ճիշտն ասած։ Դե անդադ նայում եմ, հետևում եմ, հասկանում, որ շատ չես գնում հարցազրույցների եւ միշտ ասում եմ, լավ, հիմա զանգելու եմ կամ գրելու եմ, ասի, չէ, գիտեք, բան եւ այլն եւ այլն։ Եվ ինձ համար շատ հաճելի էր, որ հենց առաջին իսկ բառից մենք տենց ֆիքսեցինք այս հանդիպումը, մերսի քեզ շատ։ Քեզ շատ շնորհակալություն հրավիրելու համար, չի կարող հրաժարվել։ Շնորհակալություն, ես առաջարկում եմ տոնական լինի մեր հանդիպումը, սկսենք խաղուն գինով, հայկական տակառն ենք վայելելու իրար հետ, բացելը քեզ եմ թողնում։ Ես այնքան եմ ուրախանում, որ տղամարդիկ են հյուր գալիս, գիտես։ Շամպայն բացել։ Իհարկե։ Երբեմն մտածում եմ նույնիսկ հատուկ եմ հրավիրում, որ շամպայնը բացեն։ Կատակեր իհարկե։ Առհասարակ տենց ոնց եք տոնում ձեր տանը, երբ որ ինչ որ առիթ է լինում։ Շամպայն։ Շամպայն, չէ։ Շամպայն շատ սիրում։ Նարեկ, իսկ հետաքրքիր է, ինչու տիկնոջդ հետ չեկար։ Լեզվի բերվի պատճառով։ Հա, բայց պիտի լեզուն բացվի, չէ՞ այդ աղջիկը։ Նիկը հայերեն խոսում է, բայց մի քիչ ամաչում է։ Լավ էլի։ Հաստատ կամերայի դեմ չէր խոսում։ Մենք կհամոզեինք։ Բրավո։ Ես ձենը միշտ հաճելի է։ Հա, եւ առհասարակ շամպայնային խմիչքն է, որ միշտ տոնա, չէ, նշանակում։ Հա։ Միակ խմիչքն է, որ տոնելու դեպքում ես բացում, դրա համար Միշտ էս լավ առիթի հետ է։ շատ։ Բարի գալուստ իմ տուն ռեստորան, մենք այսօր եւ ճաշելու ենք, շնորհակալություն եւ ճաշելու ենք եւ զրուցելու ենք։ Եվ ես որոշեցի, որ այսօրվա ճաշացանկը, որը բաղկացած է 3 ուտեստից, պետք է ամբողջովին լորվա հետ կապ ունենա։ Տենց քեզ իմ դաշտ բերելու մի հատ ճանապարհ էր, որտեղ վստահ եմ, որ մենք շատ ամուր թելերով կապված ենք մեր մանկության հետ եւ դրա մեջ մեծ այդ կարեւոր տեղ ունի համերը, բույրերը, հիշողությունները։ Ես լինում է, չէ՞ որ մեկ-մեկ ինչ որ հոտ ես գում ու այդ հոտի պատճառով գնում ես մանկություն, ուզում ես հիշես մանկության, որ դրվագում ես այդ հոտը զգացել։ Ու միշտ այնց քաղցր հիշողություններ է։ Կամ լինում է նաև որ ինչ որ բույր միշտ կապված է, գիտես որ կապված է ինչ որ բանի հետ, չես էլ քնտրում որ հիշես դա ինչի հետ էր կապված։ Օրինակ իմ համար ամենավառ հիշողություններից մեկը, երբ մի անգամ Վարդավառին սար գնացինք այդ օդեքում մնալու, դե գիտես գարեն մորթում են տեղ, պարտադիր արարողակարգ է եւ առավոտյան չնայած որ ամառ էր, հուլիս ամիսն էր, բայց լավ ուժեղ անձրև էր գալիս ու հիմա այս ամեն անգամ երբ որ անձրև է գալիս, ես մի անգամից մտքով այդ անձրևի հոտից գնում եմ էլի այդ սարը այդ օդեքի մեջ վառար փեչի կողքը այդ տպավորությունը ու հիշողությունը բաց չի թողում։ Տենց ունես մի բան, որ հենց կապված է էլի հոտերի, համերի հետ։ Անձրևի հոտը։ Էլի, ինչ հետաքրքիր է։ Մանդարինի հոտը դե Նոր տարին է, հա, հաստատ։ Պոպոկ բնդուկ է ամեն ինչ։ Մի անգամից նոր տարին է։ Ձմերուկը Վարդավառի հետ։ Հա, ճիշտ է։ Էլ ինչ կա։ Շոկոլադն էլ ամանկության հետ կապված, որովհետև հիշում եմ, որ փոքր ենք, հորաքուրս կակաով տնական նուտելա էր սա։ Հա։ Ուժեղ շոկոլադի հոտը տնող մեկն ուներ, ու այդ տենց միշտ լավ հիշողություններ է բերում։ Ինձ հետաքրքիր է, մենք քանի որ երբ փոքր ենք եղել, շատ բաներ սահմանափակ էին, հա, օրինակ շատ սահմանափակ էին, ասենք նույն են մանդարինը, պնդուկ, պոպոկը թվում է թե մթերքներ էին, որ միշտ պետք է լինեին, բայց նոր տարուն էին հայտնվում։ Օրինակ այդ վախը ես ունեմ, որ իմ երեխան, օրինակ, որ մեծանա, քանի որ ամեն ինչ շատ է, ամեն ինչ բաց է, ամեն ինչ տենց սпасելու խնդիր չունեն իրենք, որ պահին ինչ ուզում են, կան ձմերուկը կա, ամռանը մանդարինը կա։ Ունեք ես վախենում եմ, որ ինքը այդ հիշողությունները կարողա չունենա, դու այդ վախը չունես։ Չէ, ճիշտն ասած, այդ թեմայով շատ եմ մտածել, բայց ինձ թվում է իրանց մոտ է ուժ ձևավորվելու։ Օրինակ մի քանի առաջ հենց ընկերոջս հետ ենք խոսում, ասում մեր երեխեքը չեն պատկերացում չունեն, որ երբ որ ինչ-որ մի բան ուզում են, դա կարա չլինի, այն պատճառով փոք չկա։ Ահա, բայց մենք ունենք փոքր ժամանակ այդ ամեն ինչը մեր սերունդը լավ հասկանում էր։ Հա։ Բայց իրանք էլ ուժ ձև են էլ այդ ամեն ինչը ընկալելու ինձ թվում է։ Մեկը այդ ջերմությունը ինչ որ պահերի զգում են, կապ չունի ինչ որ մի բան քիչ է թե շատ է։
Ես առաջարկում տեղափոխվենք մեծ սեղանի շուրջ, ճաշենք եւ շարունակենք զրույցը ու ես նաեւ մեր զրույցի հետ կապված մտածում էի, որ զրույց եւ ինքը պետքա ամբողջովին նման, ոչ թե նման լինի, այլ տրամաբանության մեջ լինի, որը որ դու ինքդ սիրում ես ռիուրենջի շրջանակներում, երբ կարող ենք մի բանի մասին հանգիստ երկար քննարկել եւ չմտածել, որ պարտադիր պետքա պահենք ռիթմը, որովհետեւ հարցազրույց օրինակ այդ պահանջները ունի։ Մերսի քեզ մեկ անգամ եւս գնացինք։ Այս բաժակները մեծ քթի դեպքում Լավն է։ Ինչպես Լորվա գյուղերում, այդպես էլ Հայաստանի շատ բնակավայրերում հաճախ ես տեսնում եմ տներ, որոնց տանիքը դեռ ազբեստից է։ Ազբեստի վնասակարության մասին բազմաթիվ հոդվածներ կան, դուք կարող եք ընթերցել, ծանոթանալ, թե իսկապես ինչ վտանգ է իրենից ներկայացնում այդ նյութից պատրաստված տանիքը։ Դրա համար իմ սիրելի գործընկեր Կտուր Էմը առաջարկում է ամբողջովին հրաժարվել ազբեստից տանիքից եւ նոր կտուրներ ունենալ, ինչը հիմա արդեն շատ հեշտ է, որովհետև նրա համար որ դուք ձևակերպեք ձեր ապառիկ գործարքը, այլևս անհրաժեշտություն չկա, որ դուք գնաք բանկ, ընկնեք այդ թղթաբանության մեջ, ընդհանրապես զանգահարելով 8128 կարճ հեռախոսահամարին, դուք ձեր տվյալները փոխանցում եք ընկերությանը եւ ընկերությունը ամբողջությամբ զբաղվում է թղթաբանությամբ եւ հաստատում է ձեր վարկը ցանկացած բանկի հետ։ Ինչպես նաև կարող եք ոչ միայն ամբողջական տանիքը փոխարինելու դեպքում, այլ նաև մասնակի խնդիրների դեպքում Կտուր Էմը կարող է լինել ձեր կողքին եւ շատ արագ վերլուծել խնդիրը եւ դրան լուծումներ տալ։ Չմոռանաք զանգահարել 8128 կարճ հեռախոսահամարին։ Դե հիշում եք, որ ես ասացի այսօրվա ճաշացանկը ամբողջովին Լորվա խոհանոցից է։ Եվ ես պատրաստելու եմ այս հրաշալի սեզոնի ամենասիրելի բույսերից մեկով ապուր։ Խոսքս փիփերթի մասին է, կամ ինչպես լոռեցիներն են ասում, բալբա։ Պատրաստելու եմ փիփերթով ապուր։ Կաթսայի մեջ տաքացնում եմ բուսայուղը եւ կարագը։ Տապակում ենք սպիտակ սոխը։ Ավելացնում եմ քաղցր, աղացած, կարմիր պղպեղ։ Շատ շատերը կարտոֆիլը ավելացնում են եռացող ջրի մեջ։ Ես սիրում եմ կարտոֆիլը մի քիչ այս յուղի մեջ տաքացնել, նոր ավելացնել եռացող ջուրը։ Ավելացնում եմ եռացրած ջուր։ Կարտոֆիլը արդեն պատրաստ է, կարող եմ ավելացնել փիփերթը, կամ ինչպես էին ասում լոռիում, կամ բալբան, լոռեցիների ասած։ Իմիջիայլոց դուք կարող եք հիմա տեսնել, թե ինչպես են հենց այս փիփերթը հավաքում ինձ համար։ Ես շատ շոյված եմ, շնորհակալ եմ, դուք գիտեք, ես շատ եմ սիրում, երբ գյուղից մթերքներ են ինձ ուղարկում, այնպես որ այս փիփերթն էլ հատուկ ինձ համար ձեռքով քաղած է։ Նայի Հերմինե, ինչ շողշողում փիփերթը։ Ամենասիրունները հատուկ քեզ համար։ Չեմ համբերում եւ ավելացնում եմ հարած 1 հավկիթ։ Նարեկ ջան, առաջինը մենք փորձելու ենք շատ պարզ, հասարակ, սիրելի փիփերթով ապուրը, որը որ շատ լոռիում եւ տավուշում իհարկե ընդունված է։ Ես ասում ինչ թարմ հոգալից։ Ծանոթ։ Ու ես մտածեցի, որ դա քեզ շատ կուրախացի։ Ինչ ուրախ եմ։ Ես ուտելու շատ մեծ ֆանատ եմ։ Հետո առաջարկում փորձենք տակար օրգանիկի սպիտակը, շատ հետաքրքիր տեխնոլոգիայով պատրաստված գինի է, առաջին սերտիֆիկացված օրգանական գինին է Հայաստանում եւ ամբողջ ցիկլը հենց պահպանում է օրգանականի կանոնները, սկսած մինչեւ որ մոլախոտերը գառնուկներն են ուտում եւ այլն, գառնուկների մասին ինձ ուղղակի շատ է դուր գալիս եւ վստահ եմ, որ շատ լավ համադրվելու է մեր ապուրի հետ, կխնդրեմ դու հյուրասիրես մեզ։ Զորքի չեմ համբերում ես ապուրը փորձել։ Հոտը շատ թարմ է տենց։ Ինձ թվում է շատ համավար լինել։ Եթե կուզես չորահացերը կարող ես ավելացնել, եթե չէ, բարի խորժակ։ Մերսի շատ։ Մերսի ինտերակցելու համար։ Հետաքրքիր է։ Շատ լավն է։ Շատ լավն է։
Հա, կարքին ապուր է ստացվել։ Այո, շատ լավն է։ Երբ որ մենք դադար էինք տվել, ես պատմում էի քեզ Հերմինե դիալոգի ծնվելու պատմությունը։ Հուսով եմ այն մարդիկ, ովքեր մեզ դիտում են, իրենք լսել են, գիտեն։ Հետաքրքիրը re-range-ի ստեղծման պատմությունը, բայց գիտես ոնց ոչ թե տեխնիկապես ոնց եղավ այդ պատմությունը, այլ շերտեր կան, չէ, ամեն ինչի մեջ, որ ինչքան էլ պատմում ես կամ տեխնիկապես կարող ես պատմել, բայց այդտեղ հասցնելը մի քիչ դժվար է, որովհետև դա այնքան շերտ ունի, որ դրա համար տենց պետքա մի քիչ ինքդ էլ էլի փորփրես, որ կարողանաս դրա մասին խոսել։ Ուզում փորփրենք, հասնենք, գտնենք։ Որ կետից սկսենք։ Գիտես որ կետից սկսենք, այն կետից, որ առհասարակ երբ է մտքովդ անցել, որ դու կարող ես խոսել մարդու հետ ու դա ձայնագրել ու ցույց տալ ուրիշ մարդկանց։ Հետաքրքիր է։ Այդ երևի բան է, ամերիկյան համալսարան երբ որ սովորում էի, մագիստրատուրան էի անում, անընդհատ մասնագիտական ոդքասթներ էի լսում, տարբեր բիզնես թեմաներով, պատմական թեմաներով, ինչ որ հետաքրքրում էր։ Ու շատ անգամ այդ ոդքասթները մարդիկ ովքեր վարում էին, իրենք օրինակ բիզնեսմեն էին կամ պատմաբան էին, լրագրող չէին։ Ու դա ինձ շատ տենց ոնց որ պակասում էր հայկական մեդիայում, հաուսում էր ինչի ոչ մեկ չի անում, ինչի ոչ մեկ չի անում, ինչի այդ թեմաները մեր մեդիայում չկա։ Դե ասեցի հերիք հա բոքես, ուզում ես դու արա։ Ու տենց բանա ոգևորվեցի այդ իդեայից, սկզբում մի քիչ վախենում եմ, որովհետև մտածում եմ դե վատ կանեմ, չի ստացվի, ինչի պետք է ես անեմ, բայց տենց ոնց որ հավաքեցի ինձ ու որոշեցի սկսեմ։ Ու առաջի հյուրը հենց իմ ընկերները Արտուրը Ազիզյան, ում հետ գնացինք, ձայնագրեցինք ու ինչի էինք սկզբից ընկերներին կանչում, որովհետև ընկերների հետ հեշտ է խոսելը։ Չէի լարվում, որովհետև ես ավելի շատ էի լարվում, քան հյուրերը։ Ու այդ օրը որ Արտուրի հետ նկարում էինք ոդքասթը, հենց այդ օրը ոնց որ ստոպ գվեցինք ու գոհում ենք որ հասկացանք որ թիմը որ նկարում է մի տեսակ ուրիշ մուդի մեջ վայբը փոխվել է։ Մտածում ենք ինչ-որ մի բան սխալ ենք արել, ինչի է այդպես, հարցում ենք ինչ կա, ինչ արել, ասում են ոչ մի բան ինչ նորմալ է, ասում են բա Ոչ մի տեսակ։ Ասում են հենց նոր կառանցին հայտարարեցին սաղ երկիրը փակում ու կոവിഡ്ը սկսեց։ Այդ մեր առաջի էպիզոդի ձայնագրումը ընկավ կոവിഡ്ի այդ կառանցինի հայտարարումն հետ։ Ու սաղ կյանքը փոխվեց։ Մի անգամ է։ Հա։ Կոവിഡ്ի ժամանակ երբ որ հայտարարվեց որ փակվում ամեն ինչ կարանտին է, այդ ժամանակ գինու օրերը պետքա լինեին Երևանի ու նույն Արտուրի Ազիզյան բալկոնում մենք on-line Սարյան on-line արել ենք Երևանի գինու օրերը 7 ժամ ես վարել եմ այդ միջոցառումը ու այդ ֆանտաստիկ էր որ Արտուրը իմ մոտ հենց անունը տալիս էր մի անգամից հետ եմ գնում ասոցացվում եմ այդ օրվա հետ հետո ինչ եղավ հետո արեցինք դրեցինք առաջի էպիզոդը մի քանի հատ on-line նկարեցինք հետո սահմանափակումները մի քիչ փակեց որ մեդիայի հետ կապված փակ ստուդիաներում թղթով դուրս ենք գալի մենք նկարում սկզբում մենք ստուդիա չունեինք այդ շատ միջոցները չունենք գնում էինք մարկանց տանն ենք նկարում կամ աշխատավայրում ու ամեն շաբաթ դուրս չէր գալի անում ենք երբ կարողանում ենք հասցնենք անենք որտեղ բացի դրանից ես հիմնական ուրիշ գործեր ունեի բայց ինչ որ մի կետից որոշեցինք որ եթե զբաղվենք պետք է լուրջ զբաղվենք ու սկսեցինք անենք ամեն 5 շաբթի ու արդեն 5 տարի է ամեն 5 շաբթի ոդքասթը դուրս է գալի չունի ինչ բայց ինչ որ մի հատ կետ կա չէ որ այդտեղից հասկանում ես որ հաջողել ես ստացվել է որտեղ նույնիսկ եթե 100 հատ թողարկում ես ու բոլորն ասում են որ շատ լավն է մեկը մի հատ կետ կա որ դու պետք է համոզվես դրանում ու դու հասկանաս որ չէ դու ճիշտ ճանապարհի վրա ես այս ինչ լավ բան ես անում դե առաջի էպիզոդը որ դուրս եկա ու Արտուրի հետ ու մենք ասում ենք Wow, 700 հոգի մարդ է նա է։ 700 հոգի, նես մեծ թիվ էր մեր համար 700 հոգի
Հետո սկսեցի նայեմ, որ ուրիշ մեդիաներ միշտ դիտումներ բանա, տենց հասկացա, որ 700 եսի միշտ թիվ չի, բայց մեր համար շատ մեծ թիվ էր ու մինչև այսօր այդ թվից մենք ողջևորվում ենք, ես ողջևորվում եմ ու մի օր Media Max-ի Արայի հետ ոդքասթին ասում եմ, դե հանդեմ 2000 հոգի կնայի, ասում եմ, հա պատկերացրա 2000 հոգի մարդ քո դիմաց, պատկերացնում ես այդ ինչ թիվ է, ու իրանք ռեալ լսել են ինչ-որ ստեղ խոսացվել է, ու ժամանակ հասկացա, որ անգամ եթե 1000 հոգի մարդանալու, բայց իրանք իրոք նայում են ու լսում են, դա ամենամեծ ոնց որ հաջողությունն է, որ մենք կարանք ունենանք, որտեվ մեր ոդքասթի ֆորմատն է, որ մարդիկ իրոք լսում են։ Մեր մոտ շատ անգամ հյուրեր գալիս են, ասում են Wow, մեկ երկու ժամին, երկրորդ ժամին արդեն ոդքասթ 2 ժամ գնում է, 2 ժամի վերջում ես ինչ-որ մի բան եմ ասել ու մարդիկ ինձ գալիս են ասում են այդ միտքը ասացիր, շատ լավն է, ասում եմ ոնց մարդիկ այդքան նայել են։ Դե հա, որ մարդիկ նայում են, գնահատում են, այդ ամենամեծ ինձ թվում է հաջողությունն է, որ կարա մեդիայի մարդ ունենալ։ Մարդ արժևորելը ձեռք ես բերել ժամանակի ընթացքում, քո կյանքի ընթացքում, թե ծնողներից փոխանցված արժեք է։ Դե իմ ծնողները միշտ այդ արժեքում ինձ մեծացրել են, որ մարդը մեծագույն արժեքն է, որ կրթությունը կարևոր է ու խաբելը լավ չի։ Հա։ Այդ ոնց որ ես մեծացել եմ, տեսնում եմ, որ պապան գիրք է կարդացել, մաման գիրք է կարդացել, հորաքույրներս գիրք են կարդացել ու տեսել եմ այն միջավայրում, որ մարդիկ ինչ ասես անում էին, մեկը իմ ծնողները իրենց արժեքներին չեն դավաճանել։ Այդ ամեն ինչը ենթագիտակցորեն հետո նա գիտակցությամբ մնում է քո մեջ ու իմ համար, որ օրինակ ես ոդքասթի վերջում միշտ հարց եմ տալիս, չէ՞, դες ինչ է ոգևորում, ինձ միշտ ոգևորում են մարդիկ։ Ովքեր արժեք են ստեղծում, ովքեր չեն դավաճանում իրենց արժեքին, ովքեր փորձում են օգտակար լինեն ուրիշներին ու մնում են մարդ, որը միշտ չի որ ստացվում է որ։ Ինչ է նշանակում մնալ մարդ։ Իմ համար դա նշանակում է, որ մարդ չի դավաճում ինքն իրան, ինչ որ կարճաժամկետ շահույթի համար կամ նպատակների ու փորձում է օգտակար լինի իր ընտանիքին, համայնքին, ընկերներին, ոնցանքներին, ինչու՞ չէ։ Այդ նաև առաջի հերթին հենց մարդուն է, չէ՞ պետք։ Իհարկե։ Որ ինքը օգտակար լինի։ Իհարկե, ես ընկերներից մեկի հետ խոսում ենք այդ թեման, ասում եմ, ես կարիք չունեմ ոչ թանկ շորերի, ոչ թանկ մեքենայի, ոչ մի բան, որովհետև անցանց մարդիկ ինձ փողոցում մոտենում են, գրկում են, շնորհակալություն են հայտնում, ասում են, ամենաթանկ բանն է, որ ես ստանում եմ։ Ու դա ոնց որ ամեն բոլոր բացերը քո փակում է։ Մինչև հիմա ունենում ես այդ լավ։ Հիմա կոմոտել է տենց։ Հա։ Տիկ մոտենում են շնորհակալություն։ Շատ կոմենտները գրում են։ Շատ։ Ու հետո ամենակարևորը երբ որ հասկանում ես, որ դու այդ մարդու կյանքում մի հատ sense փոքր մի բան ես ավելացնում, որը դու կարող ես չհասկանայիր, եթե ինքը չասեր։ Որովհետև այդ ասելուց հետո ես դու հասկանում, որ չէ, այնուամենայնիվ ինչ որ մի բան անում ես, որը կարա ուրախացնի, որը կարա փոխի մարդու կյանքը, ֆոկուսի բերի բաներ, որ օրինակ ինքը առաջ չէր մտածել դրա մասին։ Հետո հասկանում ես կյանքի ընթացքում ես հասկանում, օրինակ ոնց են քո ծնողները ներարկել այդ քո մեջ։ Իրանց ապրելով, իրանց հարաբերվելով քո հետ, աշխարհի հետ, ու մեկ էլ հասկանում ես, որ չէ, դու էլ ես տենսը ստացվել։ Այդ շատ կարևոր բան է։ Բայց ու մինչև հիմա ունենում ես այդ լարվածությունը հարցազրույցից առաջ։ Հիմա անկեղծ չես ունենում։ Կարող է շատ թեթև տենց։ Հա, որովհետև չի հավատա, որ ասեիր չեմ ունենում։ Մեկ լինում է, բայց առաջվա նման չի, որ կոնկրետ լարվում էի։ Հիմա շատ ավելի թեթև է, որովհետև ես իմ միջավայրում եմ, ստուդիան ես շատ սիրում եմ, սովորել եմ, ու ինձ լավ եմ զգում իմ միջավայրում, բայց օրինակ երբ որ ինձ միջավայրից դուրս հանում են, մեկը լարվում է, հատկապես եթե մարդիկ են դնում աուդիտորիա։ Հա, հա։ Օրինակ live range-ները որ անում ենք, մի քանի տարի մեկ, անցած տարի 5 տարիներ լրացել ու համ Երևանում արեցինք, համ Լոս Անջելեսում ու այնպես դիմացը 500 հոգի մարդ ստաց ու այնպես շատ ուժեղ լարվում է։ Իսկ կապ ունի այդ լարվածությունը ինչքանով ես պատրաստ հարցազրույցին։ Չէ, այդ ավելի շատ էմոցիոնալ է։ Որտեվ կարա շատ պատրաստված եղնես, ամեն րոպեն մտքում ունենաս, բայց մեկը լարվես։
Որտեվ գիտեմ, օրինակ վերջի դեպքը ասեմ երիտուն դարվ է Տիգրան Համասյանի հետ ոդքասթին, ես Տիգրանին ահավոր շատ եմ սիրում։ Ու ես ուզում եմ, որ իր այդ ոդքասթը շատ լավ ստացվի։ Լավագույն ձևով էլ ու դա որ դու տալու ես այդպես լինի, դրանից կարող է լարվես, որ հանկարծ մի բան այն չսանե, բայց հակառակ է սկսում է խանգարել։ Այն կողմ է ստանում ամեն ինչ ու կենտրոնանում է զրույցի վրա։ Ոնց կստացվի այդ արդեն ոնց ստացվեց։ Լինում է, որ օրինակ հյուրին հրավիրում ես, բայց միշտ չի որ քո սրտով է։ Այսինքն իմ սրտով։ Այսինքն դու տենց շատ չես ուզել իրան հրավիրես, բայց ռեյտինգները, թվերը, ժամանակները, իրադարձությունները ստիպել են, որ դու այդ մարդուն հրավիրես։ Սովորաբար կանչում եմ նրանց մարդկանց, ում հետ կուզեի խոսել։ Կարա լինի, որ ես իրանց կարծիքը չեմ կիսում, բայց այն ինչ որ իրանք անում են, հետաքրքիր է։ Կամ այնքան կարևոր է, որ արժե դրա մասին խոսել ու մի քանի անկյունից տեսնել։ Ում կառանձնացնես հիմա այսքան տարվա պատմության մեջ այն ամենահետաքրքիր քեզ համար որպես մարդ, ոչ թե որ իր հարցազրույցը թռելա, որտեվ շատ են սիրել կամ բան, այլ որ քեզ համար է եղել իսկապես հետաքրքիր։ Որ հարցազրույցից հետո վաու, որ sense վաու։ Հիմնական բոլորն է հետաքրքիր է, որտեվ ամեն մեկի իր ոլորտում ինչ որ հետաքրքիր բան արել է ու իրենց փորձառությունը լսելը շատ հետաքրքիր է։ Բայց ես օրինակ դեպքեր կա, որ այդ ոդքասթը որ եղել է, ավելի կարևոր է, քան ընդհանուր ոնց ասեմ, կարևոր է որ դա եղավ։ Օրինակ չունեմ Տիկեն Փավլևանյանի հետ, ով եկավ պատմեց իրական հայկական երաժշտության մասին, մեր երաժշտության պատմության, ոնց այդ ամեն ինչը զարգացել, ինչքան մշակութային ժառանգություն ունենք ու ինչքան ճիշտ բան է, որով դու կարաս հպարտանաս։ Ու կամ օրինակ չունեմ Ստեփան Աստուրյանի հետ, ով ոդքասթի սկզբին մի հատ հարց են տվել ու ինքը դրանից հետո 3 ժամ խոսել է, ինքը այն մարկանց ցեղասպանագետ է, այն մարկանցից մեկն է, ով միջազգային արխիվներում անձամբ այդ թղթերը հետ աշխատել է։ Ու ինքը մանրամասն չունի 16-րդ դարից սկսած պատմում է ցեղասպանությունը ոնց է եղել։ Ու դա ոնց որ այդ կարևոր պատմության կտորեր, որ պետք է առներ։ Դες բաներ որ մեկ-մեկ ստացվում է շատ է ուրախանում, որովհետև դա հետ կա թող ինչ որ առումով էլ որտեվ այդ մարդու պատմելու ձևը այդ ամեն ինչը պատմելը որ խորքային մենք հասկանանք ցեղասպանությունը չավ, այլ ոչ թե ասենք մենք գնում ենք ցեղասպանության ապրիլը 24-ին, այսինքն գնում ենք ցեղասպանություն, այլ իմանաս քո պատմությունը ու չթողես որ փորձեն դա ջնջեն։ Դες բաները կարևոր է այստեղ։ Շատ կարևոր է, հա։ Բայց կան չէ մարդիկ ում շատ ես ուզում որ քեզ հյուր գան ու դեռ չի ստացվում։ Կան մարդիկ, որ պայմանավորվել ենք, բայց դեռ չեն կարել, բայց շուտով կլինի, չասեմ։ Շատ լավ։ Դες ես երեք քո մասին էի մտածում ու տենց երկար մտածեցի ու հասկացա, որ ոնց հա ոլորտը հիմա շատ ողողված են ոդքասթերով, հաղորդումներով, մի մասը հեռուստատեսությունից եկած մարդիկ, մի մասը բլոգերներ, ովքեր այս ոլորտի մեջ են մտել։ Իրանք բոլորը մի տեսակ ոնց որ թելով իրար հետ կապված լինեն։ Դու ոնց որ օտար լինես այդ բոլորի մեջ։ Մի տեսակ ոնց որ օտարական լինես, այսինքն դու համ ոլորտը ձևավորողներից ես, բայց համ էլ դու դրա մեջ չես։ Չգիտեմ ինչքանով եմ ճիշտ բացատրում, այսինքն հետաքրքիր ձև։ Ինչի՞ է այտենց։ Դե որտեղ ես մեդիայի մարդ չեմ։ Ես մեդիայի մասնագետ չեմ, հաղորդավար չեմ, դերասան չեմ կամ պրոդյուսեր չեմ։ Ես մարդ եմ, որ շատերը չեն, բայց իրանք այդ կաթսայի մեջ են հասկանում ես։ Դու այդ կաթսայի մեջ չես։ Դե որտեղ ինձ ոչ թե մեդիան է հետաքրքիր, այլ հետաքրքիր է այն մարդիկ ու խոսակցությունները, որ ես ունենում եմ։ Ու դրանից դուրս թե մեդիան ինչ է կատարում, իրական ինձ այդքան շատ հետաքրքիր չի, ինձ ավելի հետաքրքիր է, չգիտեմ, օրինակ եթե Հորմուզի նեղուց փակվել է, Կորեայի ինչ անա, հիշողություն արտադրող ընկերությունները իրանց հելիումը որտեղից են առնում։ Շատ լավ է։ Ես առաջարկում եմ փոխեմ ուտեստը
Եվ շարունակենք զրուցել։ Մեր զրույցը ես այս անգամ մասերի չեմ բաժանել, սովորաբար աշխատում եմ գլխիս մեջ, իմ հարցազրույցը 3 մեծ խոշոր մասերի բաժանել, որոնք ընդհատվում են ուտեստներով, բայց մեր պարագայում ոնց որ սկզբում նշեցի, ավելի ինքը տենց մի հատ ընդհանուր զրույց կլինի, որովհետև շատ բան կա, որ փոխկապակցված է իրար հետ։ Նույն այն ինչ որ դու հիմա անում ես ու լիքը բան որ Վանաձորից է, այն ինչ որ դու անում ես ու լիքը բան որ քո մանկությունից է, դրա համար ինքը շատ միքսված վիճակ է, ինձ թվում է, դրա համար միքսացել մենք կխոսենք այդ ամեն ինչի մասին։ Որտեղ եւ ամեն ինչ փոխկապակցված է։ Այո։ Համաձայն եմ։ Իմ սիրելի գործընկեր Վալան գրուպը այս տարի նշում է իր 25-ամյակը եւ այդ առիթով ես ունենում եմ բազմաթիվ հանդիպումներ մարդկանց հետ, ովքեր արդեն երկար ու ձիգ տարիներ աշխատում են հենց Վալան գրուպում։ Կալված եմ անջատի, սկսել են 3 հոգով, դրանից հետո զարգանալով Պետրացև է կոլեկտիվը։ Վալան գրուպը մեր երկրորդ ընտանիքն է, իմ համենայն դեպս երկրորդ ընտանիքն է։ Ես օրվա մի մասը ստեղ եմ, մի մասը ընտանիքիս հետ եմ անցկացնում։ Ստե բոլորի իջություններ են, բոլորը։ Սարգիս Կարապետյանն էր ձած ասում։ Ես ամեն տարի նշել եմ իմ առաջի աշխատանքային օրը։ Ավենդաերջանի կորիզից մեկը, երբ որ որոշեցինք, որ ոչ թե լինենք ցեխ ուղակի, այլ լինի Վալան պրոֆ։ Վալան գրուպում կա հավասարակշռվածություն։ Ամենակարևոր հիմնականն է, որ ինձ այսքան երկար տարիներ պահելա ու պահում է, հուսով եմ երկար տարիներ կպահի այս Վալան գրուպում։ Բոլորի վերաբերմունքը իմ հանդեպ շատ լավ է, տանում են տարբեր տեղեր, հյուրասիրում են։ Բա նաև բետոն էին բարձրացնում, ասեցի հոպ, ստոպ, մի վարկան ես վրազամ։ Մտա վանայի մեջ եւ խնդրեմ։ Մեծ հպարտություն աշխատել Վալան գրուպում, որովհետև մենք միասին շատ երկար ճանապարհ ենք անցել։ Շատ հաճույքով ես գալիս եմ գործի ու։ Ամբողջ օրը աշխատում ենք, երեկոն էլ ուտում խմում ենք, ուրիշ բան չկա, էլի։ Երկրորդ հիմնական ուտեստը հուսամ Նարեկին կտեղափոխի դեպի մանկություն, որովհետև դե ով փոքր ժամանակ հնդկաձավար չի կերել։ Եվ ես կպատրաստեմ նրա համար հնդկաձավարը շատ յուրահատուկ ձևով, սերուցքով, ֆետա պանրով եւ այլն եւ այլն։ Բայց հետո կմատուցեմ նաեւ հնդկահավի կրծքամսով այս ռուլետը, որը Դեբեդ գյուղի Պերլե ռեստորանից ինձ համար ուղարկել է իմ սիրելի Տաթևը, խոստացել էի, չէ, որ լոռուց շատ ենք խոսելու։ Եվ լորվա բնության մեջ պատրաստված այս ռուլետը կհամադրեմ հենց իմ պատրաստած հնդկաձավարով։ Փաթաթում ենք ռուլետը եւ տեղափոխում ենք ջեռոցը 45 րոպե 180 աստիճանում։ Թավայի մեջ տաքացնում եմ կարագը, ավելացնում եմ ուրց, սխտոր, տապակում ենք հնդկաձավարը, հնդկաձավարի վրա քերում եմ թարմ, չեփված բազուկ եւ ավելացնում եմ ջուր, ավելացնում եմ աղ, երբ հնդկաձավարը գրեթե պատրաստ է, ավելացնում եմ սերուցք, սկսում եմ մատուցել։ Դնում եմ վրա նաև ֆետա պանիր, որը կամբողջացնի համը մեր հնդկաձավարը։ Նարեկ ջան, մեր հիմնական ուտեստը։ Հիմա կպատմեմ ինչ ենք փորձելու։ Դու որ փոքր էիր, հնդկաձավար սիրում էիր, գրեչկա։ Սիրում եմ։ Հա, ինչ հետաքրքիր է, որովհետև շատ երեխաներ չեն սիրում եւ միշտ մայրիկները մտածում են, լավ ոնց անեն, որ սկսեն սիրել, իսկ ինձ համար հնդկաձավարը մանկությունից եկող մի բան է, մանկություն է հիշեցնում։ Բայց որոշեցի, որ պետք է այսպես շատ յուրահատուկ ձևով պատրաստեմ, հնդկաձավարը բազուկով է պատրաստված, սխտորով, ուրցով եւ սերուցքով։ Իսկ հնդկահավի մսով ռուլետը որ տեսնում ես, Դեբեդ գյուղից է եկել մեր սեղան, Պերլե ռեստորանից իմ շատ սիրելի Տաթևիկը, որի մասին դու գիտես,
պատրաստում է այսպես այս ռուլետները եւ ես Արցախցիքում միշտ ունենում եմ, որ ամոթով չմնամ հյուրերիս մոտ։ Առաջարկում նույն գինին շարունակենք, վստահաբար շատ լավ է համադրվելու եւ փորձենք։ Առաջի անգամ կարմիր դրեջ կաուտերում։ Շատ լավն է։ Լավն է, չէ՞։ Եվ ֆետա պանիրն են։ Փորձենք։ Ֆետա շատ հետաքրքիր է։ Շատ համով է։ Նույն շատ շնորհակալ եմ։ Այդ քոյձյան, որ տան մեջ ռեստորան Հա։ ուզում ես բացես, միանշանակ է։ Ես մշտական հաճախորդ եմ։ Նա այդ երազանքը միշտ ունեցել եմ, բայց հասկանալի է, որ դեռ պատրաստ չեմ դրան, որովհետև այդ նշանակում է, որ ամբողջովին պիտի դրա մեջ լինեմ, վարպետության դասեր, ինչ որ տենց հատուկ եւ չես կարող մի քանի հոգուց ավել ընդունել, բայց այդ շատ սիրելի ֆորմատ է ինձ համար։ Վերջերս ուսումնասիրեցի Հռոմում կա տենց ձևաչափ մի կին, ով խոհարար է, 4-ից 8 հոգու ընդունում է տանը եւ տունը ռեստորան է դառնում։ Դե ես հասկացա, որ գոնե մեդիա նախագիծ որպես ինքը կարող է իրականություն դառնալ, էլի։ Ինձ մեր ուրեմն էս սոցցանցերը որ կա թվում է քեզ բոլորին ավելի մոտեցնում։ Իրականում մենք շատ ենք իրաց հերոացել մարդիկ ու այսօր մարդիկ ձգտում են տենց փոքր միջավայրում թափանցիկ նորմալ խոսակցություններ ունեն, արկանց հետ շփվեն, հաց կիսեն, առանց լարվելու ու այդ ֆորմատը հաստատ շատ լավ կարող աշխատի։ Ճիշտ է, շատ եկամտաբեր չի լինել, որովհետև շատ մարդ։ Հա, այդ գիտես մի 70 որ դառնամ 80 տավուշի սարերում։ Մեր ծնողները մենք շատ ժամանակ չենք զգում, բայց մեր կյանքի փոփոխությունները շատ ծանր են տանում։ Հա։ Օրինակ իմ ծնողները մինչև հիմա երբ որ ես հեռուստատեսությունից դուրս եկա, իրանք չեն պատկերացնում, լավ ես ոնց եմ փող աշխատում, որտեղ իրանք թվում է թե ես վերջում չեմ գնում ամսվա վերջին ստորագրում ու իմ աշխատավարձը վերցնում, ուրեմն ես շատ վատ վիճակում եմ ու բավականին ոչ ստաբիլ, բավականին երկար ժամանակ պետք է եկա, որ ես կարողանամ հանգստացնել իրանց եւ ասել, որ ընդհակառակը ամեն ինչ շատ ավելի լավ է, մի մտածեք իմ մասին, բայց երկար ժամանակ էր պետք դրան, որովհետեւ իսկապես այս տրանսֆորմացիան իրանց համար էլ է շատ բարդ։ Քո ծնողները ոնց էին վերաբերվում, երբ որ դու սկսեցիր։ Մոտարապես դե։ Հա։ Ես որ բանը աշխատանքից դուրս եկա ու դուրս գալուց հետո առաջ պրոյեկտներից մեկը որ սկսեցի rearrange-նել, այդ ժամանակ ես տենց մեծ առևտրային ցանցի տնօրեն եմ։ Այդ Mother Care, Prenatal, Chico, այդ սաղ այդ մանկական խանութների ցանցի տնօրենն է 7 տարի։ Որ դուրս է գալի, դուրս եկա ասեց տենց բաներ, սկսեմ մոտավորել։ Ասինքն that's լավ գործից լավ վարչատրվող, չգիտեմ ստատուսով դուրս ես գալի, որ ինչ որ բան անեմ YouTube-ը։ Ասում եմ հա ման կընտրում դա։ Հետո տենց որոշ ժամանակ անցավ, մաման զանգում ներուս մասվարա նայել podcast-ը դες դուր եկել։ Մերսի մանջան։ Իսկ երբ հանգստացան։ Երբ հասկացան, որ դու կարողացել ես։ Մի 2 տարի սկսելուց 2 տարի տևեց, չէ։ Մեկը աշխատում է տարբեր պրոյեկտներ անում է, բայց որ ստաբիլ հիմա նայում եմ, չգիտեմ, երբ որ ինչ-որ մտեղ ես գնում եմ հարցազրույց եմ տալի, մաման ընկերուհիներին չգիտեմ, բարեկամներին հավարկում, ասում են տես նարեկն է։ Հատուկ մամաներին։ Հիմա տենց շատ հպարտանում են ինձանը։ Ձեր ընտանիքը Վանաձորում է ապրել, բայց Երևանում էլ եք ապրել, ես ճիշտ եմ, չէ՞ հասկանում, որ Հա, մաման Երևանցի է, բայց Վանաձորի հարս է։ Վանաձորի հարս է։ Մեկը տենց ամառները, ձմեռները միշտ Երևանում ենք, երրորդ մասում սեփական տուն ունենք, գնում ենք Մորքովի տուն, տատուտի մոտ ու հիշում եմ դպրոցում արձակուրդներից հետո սավ գալիս էին ասում մենք գնացել ենք մեր գյուղ, ես նեղում եմ որ մենք գյուղ չունենք Երևան են գալիս։ Տենց հա ու Երևանի հետ միշտ կապը շատ է, որտեղ մաման Երևանը շատ է սիրում ու մանկությունը շատ անց է Երևանում
ու ես Երևանը շատ եմ սիրում, բայց ինձ թվում է մանկության Երևանը, որ կարող հիմիկվա Երևանը շատ է փոխվել։ Ինչով։ Չգիտեմ, դժվար է ասել, որտեղ այն ժամանակ այդ հանգստությունը, չգիտեմ, քաղաքից էր, թե որտեղ մենք երեխա ենք ու շատ խնդիրներ չունենք, թեթև ապրում ենք, դրանից էր, բայց այն ժամանակ մի քիչ ավելի մարդիկ երևի ավելի մոտ էին, հարևաններ կլինի, շփումներ կլինի, հարաբերությունները երևի մի քիչ ավելի ջերմ էին, կամ տենց եմ ես հիշում։ Հիմա Երևանում մի քիչ աղմուկը շատ է, շատ է։ Այդ պրոբկաները, Բայց քեզ կոմֆորտ է այստեղ։ ես տեղ ինձ լավ եմ զգում, բայց ժամանակ առ ժամանակ նա ջղայնանում է։ Ու չգիտեմ, երկուսն է կա, ասինքն ինչ որ մի բան դու եթե սիրում ես, միշտ նաև բացերն ես նկատում։ Ու այդ բացերը ասելուց ասում ես, որովհետև սիրում ես, որովհետև ուզում ես, որ փոխվի դեպի լավը։ Աշինարությունն է շատ, աղմուկն է շատ, մարդիկ մի քիչ լարված են, որովհետև հա ցանկացած մարդ 2 ժամ փողոցում անցկացնելուց հետո ավտոբուսի մեջ կամ մեքենայի խցանումների մեջ նեղվում ես, այդ ժամանակ մում կողմանի մաստ անկազմակերպ ինչ-որ վիճակի պատճառով։ Իմիջայլոց ես այսօր շատ թեմատիկ շարֆով եմ։ Համալբաշյանի գործն է, որ հենց Արտույտի հետ կոլաբորացիա են արել ուրբանիզմի թեմայով։ Եվ այստեղ շատ հայտնի դեմքեր կտեսնես, սկսած Հռոմի պապից մինչև համաշխարհային ճանաչում ունեցող աստղեր ու հա ու հենց թեման հենց այդ ուրբանիզմն է, որ ոնց է կյանքը փոխվել, ինչքան ժամանակ ենք մենք կորցնում անիմաստ տեղերում, անիմաստ բաների մեջ, որ կարող ենք օգտագործել ավելի օգտակար որ լիներ։ Բայց ամեն դեպքում դու քեզ քաղաքի մարդ ես համարում, թե ավելի շատ Վանաձորն էլ է քաղաք, հասկանալի է, հիմա չեմ ասում քաղաքի թե գյուղի, բայց բնության մարդ, հա, արի անունը դնենք, ավելի քաղաքի մարդ ես, թե բնության մարդ։ Ավելի շատ քաղաքի, բայց բնությունը գնալով շատանում։ Որովհետև հիմա գնեք, հիմա ոնց որ ֆիզիկական կարիք եմ ունենում, քաղաքից դուրս գալ ու մեկ սար գնա, կամ անտառ գնա։ Ու պարտադիր է ու վազքն է, որ առավոտները վազում ենք, հիմնականում վազում եմ Հրազդանի կիրճում, որտեղ ոնց որ քաղաքից դուրս եմ։ Գետ կա, ծառեր կան, թռչուններ կան ու այդ Պապիկները բձուգյոլը ու քանի որ թվում է որ դու քաղաքից դուրս ես, դա ոնց որ ամեն օր ռեստարտ ես անում, որտեղ գետ ես տեսնում, կանաչ ես տեսնում ու այդ մեքենաների աղմուկից հեռու ես։ Տարիքի հետ ինձ թվում է այդ լռության կարիքը գնալով շատանում է մարդկանց մոտ։ Առաջ ես աղմուկ էի սիրում, հիմա օրինակ շատ անգամ երաժշտությունը բարձր չեմ կարող լսել։ Չնայած մեկ-մեկ լսում եմ։ Ու առաջարկում ես, քանի կիլոմետր ես օրը վազում։ Հիմա մոտավորապես 7-ից 10 կիլոմետր շաբաթվա օրերի ընթացքում, կիրակի օրերը մեր երկար վազքերն է, տենց 15-ից 20 կիլոմետր օրերը երկար ենք վազում։ Մենք ով է։ Ընկերների հետ ենք վազում, կիրակի օրն է մեր track club-ի հետ ենք վազում, այդ մեր ակումբն է, որտեղ տրիաթլոնով զբաղվող մարդիկ են, հենց իրար աջակցելով, օգնելով, սովորացնելով, փորձում ենք մեզ լավ նայենք։ Ու սպորտը թվում է թե մի կողմից շատ ժամանակ է ծախսում իր վրա, բայց կրկնակի ավելի շատ ժամանակ ես հետ ստանում էներգիայի տեսքով, որտեղ քեզ ավելի լավ ես զգում, շատ ուշուշ ես հիվանդանում ու այդ ժամանակը օգտագործում ես ավելի ռացիոնալ։ Նա հետաքրքիր է, չէ՞, երկրներ կան, հարցեր կան, որ ինչ որ մի երկրում որ այդ հարցը տաս, քեզ գժի տեղ կդնեն, որովհետև կմտածեն այս ինչ հարց է որ տալիս է, որովհետև դա տենց պիտի լինի։ Հա, օրինակ Եվրոպայում ապրող կամ Ամերիկայում ապրող մարդուն թե հարցից ինչի ես վազում, չի հասկանա այդ հարցի իմաստը, որտեղ կասի դե իմ լայֆսթայլն է, իմ առողջության համար պիտի վազեմ։ Հայաստանում երբ որ սպորտով ստաբիլ զբաղվող մարդ ես տեսնում կամ վազքով զբաղվող մարդ, այդ հարցը ուզում ես տաս։
Դե որտեվ անսովոր է հələ դեռ մեր հասարակությունում։ Նաև անսովոր է այդ ներքին դաստիարակությունը կամ այդ դիսցիպլինան, հա, ունենալն ու պահելը։ Բայց այն որ էներգիան հետ է տալիս, ժամանակը հետ է տալիս էներգիայի տեսքով, այս հարցից պատասխանն է, բայց ինձ թվում է էլի շերտեր ունի այս պատասխանը։ Ինչ է ուրիշ տալիս։ Նախ առավոտը կարողանում ես արթնանալ շուտ ու պատճառ ունես արթնանալու ու առավոտը մինչև բոլորը քնած են դու արդեն ընկերներիդ հետ ժամանակ ես անցկացրել։ Լավն է։ Այդ շատ մեծ առավելություն է, որտեղ մինչև բոլորը քնած են դու արդեն քո ընկերների հետ մի ժամ ժամանակ ես անցկացրել։ Նայ, դա երկու տարբերակման կամ դեռ տուն չես եկել, որտեղ ընկերներիդ հետ ժամանակ անցկացնելուց ես կամ քո պարագայում արդեն առավոտյան արթնացել ես, դրա համար արդեն ընկերների հետ ես։ Շատ օգնում է դիսցիպլինային։ Շատ ես երբ որ սկսեցի զբաղվել վազքով 3 տարի առաջ, իմ մոտ այդքան ահագին դժվար պերիոդ էր տարբեր առումներով ու երբ որ քո մոտ դժվարությունների ես հանդիպում, կարող քո ինքնագնահատականը իջի։ Որտեղ ինքդ քեզ հարցեր տալի, արդյոք ես կարամ դա անեմ, չեմ կարող ու վազքը սպորտը ընդհանրապես շատ լավ միջոց է ինքդ քեզ գնահատելու ու ինքնագնահատականը բարձրացնելու, որտեղ դու սկսում ես քիչ-քիչ ու օպ մի կիլոմետր վազեցի 5-10 վաու ես գնացի օրինակ Միլան մարաթոն կարողացա վազել պրոֆեսիոնալ սպորտսմենների հետ իսկ դրանից մի տարի առաջ դու չէիր կարող պատկերացնել ու բազում է որ դու կարաս առավոտը շուտ արթնանաս կարաս շուտ քնես կարողում է որ շատ ուտելիքներից ու խմիչքից կարաս հրաժարվես, կարաս դժվար բաներ անես, որտեղ վազելը հեշտ չի։ Ու այդ ամեն ինչը օգնում է, որ դու ինքդ քո ուժերին վստահես։ Ու այդ դրա արդյունքում նաև ձևավորվում է դիսցիպլինա ու դա ազդում է կյանքի քո բոլոր ոնց որ կողմերի վրա լավ։ Այսինքն ավելի առողջ ես էներգիայով լի ես դիսցիպլինատ տեղնա դու հասկանում ես որ կարաս դժվար բաներ անես ու նաև ինքնագնահատականիդ վրա շատ լավ ազդում որտեղ ինձ թվում է ցանկացած մտածող մարդ ժամանակ առ ժամանակ սկսում է ինքը իր վրա կասկածի ու երբ որ ինչ-որ բաներ ունես որ քեզ ամուր պահում են հիմքի վրա դա քեզ օգնում է Ինչն է ամենաշատը ստիպել որ դու կասկածես քո վրա Չգիտեմ բիզնես պրոյեկտները ասում որ չի ստացվում ֆինանսապես չես կարողանում հասնես այն կետին որին ուզում ես հասնես ինչ որ բան ես մտածում որ շատ լավ քեզ թվում է որ շատ լավ է բայց անում ես բարձում է դա այդքան էլ լավ չի հա այդ ամեն ինչից մեկը սովորում ես ու ես միշտ մարդկանց կոչում եմ որ փորձեք չստացվել մեկը դեռ սովորես ինձ որ ասում են հոգմոտ լիքը բան է ստացվել ասում եմ մի մոտ 15 այդքանը չի ստացվել բայց դուք դրա մասին չգիտեք ու շատ անգամ մարդիկ իրանց ուրիշների վերջնարդյունքը համեմատում են իրանց սկզբնակետի հետ որը իրական վերում նրան որ դու չես ուզում ոչ մի բան անես բայց անելուց նաև պետք է գիտակցես որ շատ բաներ չի ստացվելու ու այդ չստացվելը քեզ չպետք է կոտրի դրա համար պետք է ինչ-որ կետեր ունենաս որը քեզ պինդ ոտերի վրա պահում է մեկի համար սպորտն է մեկի համար ընտանիքն է ինչ-որ մեկի համար հավատքն է մեկը յոգա է անում մեկը ընկերներ ասինքն դու պետք է ինչ-որ բաներ գտնես քո կյանքում որ քեզ կօգնի այդ դժվար պահերին չհուսահատվես ու կարողանաս հաղթահարես, որտեղ հաղթահարելու ես։ Բայց կարա դա լինի շատ դժվար, կարա մի քիչ ավելի հեշտ լինի։ Բոլորս է հաղթահարում ենք, ստում ամեն օր շատ մարդիկ, համար բոլորը ունեն շատ մեծ խնդիրներ, բայց մեկը շարունակում են գնան աշխատանքի, բիզնես ստեղծեն, երեխա մեծացնեն, երկիր կառուցեն։ Ինչքանով է կարևոր այս ամեն ինչի մեջ այն մարդը, որ մեր կողքին է։ Իսկական շատ կարևոր է։ Հա։ Շատ կարևոր է, որովհետև այդ մարդիկ են առաջի հերթին քեզ վստահում կամ հակառակը իջացնում։ Ու շատ անգամ այն մարդը, որ պետք է քեզ օգնի, կարող խանգարի։ Օրինակ իմ բախտը բերել է։ Իմ ընտանիքն է, ընկերներն են, իմ կինն է միշտ ինձ աջակցել են։ Այսինքն այն պահին, որ ես ինքս ինձ չեմ հավատացել, իրանք հավատացել են, որ իմ մոտ կստացվի։ Ու դա սիրուն է ինձ։ Շատ, կինդ ազգությամբ ուկրաինացի է։ Մշակութային տարբերությունները, ավանդույթների տարբերությունը, ընդհանրապես չի խանգարում իրար հետ ապրելուն։ Իրականում շատ նման ենք, որովհետև պոստսովետական երկրները մշակույթներով ահագին նման են։ Մի բաններ, որ ահագին դժվար էր, տանը կոշիկներով ման չկար։
կատեգորի կարգերով ասում էր տանը։ Տուն մտա կոշիկները պետք է անես, հասկանում ինչքան ճիշտ է դա, էլի։ Դե տան անդամների համար հա, բայց հյուր գնալուց այդ խնդիրը ունենք։ Օրինակ, սա երկու կարծիք է, հա, օրինակ դե գիտենք Ռուսաստանում օրինակ մտար կապ չունի որ դու հյուր ես գնացել, դրան մոտ պիտի հանես կոշիկները։ Հարգանքի նշանա տանտիրոջ հանդեպ։ Մեզ մոտ մենք չենք թողնում հյուրը կոշիկը հանի, որովհետև հարգանքի նշանա հյուրի հանդեպ, որ իրան կոմֆորտ լինի, որովհետև մարդը հագնվել է, պատրաստվել է, ու եկել է, մեկ էլ հանում է կոշիկները եւ քո հողաթափերով պիտի տանը նստի կամ իրեն կոմֆորտ չի հագուստը հանել։ Սա մշակութային տարբերություն է իմ կարծիքով ամեն դեպքում, էլի, բայց դու որի հետ ես ավելի հաշտ։ Ես հիմա արդեն ավելի օրինակ ուղու գնում ես կոշիկներս հանում։ Որտեվ ինձ թվում է հիմա ինձ դա թվում է ավելի ճիշտ է, որտեվ դրսից այդ կեղտը չես բերում մարկանց տուն։ Ու հատկապես երբ որ երեխա ունեցանք, ու ինքը անընդհատ չոչ էր անում։ Դե հա, երեխա հասկացա դա այդ դեպքում ինչքան կարևոր է, որովհետեվ երեխան չոչ անում այդ տանը, հետո այդ ձեռքերն իհարկե տանը։ Այդ ստիպես միտքս փոխեմ, բայց ահագին կռիվ էինք անում։ Այդ շատ հետաքրքիր է, օրինակ Ռուսաստանից ընկերներ ունեմ, վրացի ընկերներ ունեմ, ազգությամբ Ուկրաինայից ընկերներ ունեմ, ցավոք Կազախստանից չունեմ, բայց մի անգամ Թուրքմենստանն եմ եղել, ու Թուրքմենստանից է մոտիկ մարդիկ կան ու հետաքրքիր է, որ պոստսովետական երկրների մարդիկ մշակութային առումով շատ իրար նման են։ Շատ նման են, բայց դա ինձ թվում է հիմա փոխվում է, որովհետև արդեն երկրները առանձնացել են ու ամեն մեկի անհատական մշակույթները դառնում են ավելի դոմինանտ։ Սովետական միության ժամանակ այնտեղ ոնց որ Մոսկվայից էր մշակույթը ծրվում։ Մոսկվայից էր հրամանը գալիս ով ոնց լինի, բոլորի իրար նման լինեն։ Դե 100 տարի այդ 15 տարբեր երկիր իրար հետ ապրել է։ Իհարկե։ Ուզենք չուզենք շատ բաներ իրար նման է դառնում։ Որտեղ եք ծանոթացել։ Ու Ուկրաինա, Դնեպրոպետրովսկ, հիմա Դնեպրո։ Դնեպրո քաղաքում։ Ես գնացել եի վերապատրաստման, Յուլիան այդ խանութի տնօրենները, որ ինձ պետքա վերապատրաստել, տենց ենք ծանոթացել գերացել։ Հետո ես հետ եկա, շարունակեցինք շփվենք ու տենց ստացվեց։ Ինչի հենց ինքը։ Սիրահարվեց։ Հա, էլ ինչի հենց իրան։ Չեմ կարող ասեմ։ Բայց ոնց որ այդ մուդը մնացել է այն առաջին հանդիպումից գալուց, որտեղ իր մասին որ խոսում ես, մի տեսակ sense Դե ես իմ կնոջ սիրում եմ, ես դա չեմ տալիս։ Շանքը կա։ Ինքն է ինձ շատ սիրում ու 10 անցած տարի մեր 10 տարիներ ամուսնության, ու բալիկը արդեն 5 տարեկան է, ու նենց ծիծաղալու է, օրինակ լինում է որ Յուլիայի հետ մտնում է խանութ, տղես իրար հետ ռուսերեն են խոսում, հետո ես եմ մտնում, մի անգամից սկսում եմ հետ հայերեն խոսալ։ Կեդվինը փոխում է, այնե։ Ու սենց խոհոտ աշխատ, ո՞նց, ես իրեն հայերեն եմ խոսում։ Ասում եմ, բա հայ է։ Սիրում եմ այդ ձեր շարքը Instagram-յան, որ առավոտյան իրար հետ մեքենայում ճանապարհ եք գնում, երգեր եք լսում։ Պետք է երեխաներին հատուկ դաստիարակել։ Ինձ թվում է պետք է շատ սիրել ու օգնել, որ իրանք կայանան։ Այդ դաստիարակելը ես չգիտեմ, ես իմ տղան ոնց որ ծնված օրվանից ինքը կար ոնց որ կա։ Ու ժամանակի ընթացքում ինքը ոնց որ մեծանում է, լայնանում է, բայց այդ ես իրա ոնց կար, տենց է մնացել, այսինքն դու դաստիարակելով դա չես կարող փոխես իմ կարծիքով, բայց շատ հարցերում պետք է օգնես, ուղղորդես ու շատ ցույց տաս, որ շատ սիրում ես։ Օրինակ իմ ծնողները ինձ շատ են սիրել ու երբեք դա չեն թաքցրել ու դա վերել է նրան, որ ես շատ հարցերում ահա որ ինքնաբավ եմ։ Ու նույնն է ես փորձում եմ տամ իմ երեխուն, որ ինքը երբեք չզգա, որ իրան ինչ-որ մեկը կարող իր ծնողների հետ վստահություն չլինի։ Ինքը կարող ինձ ամեն ինչ պատմի, չնայած փոքր է, դեռ, բայց ինձ թվում է նենց պետք է հարաբերություններ կառուցվի, որ ինքը ոչ քեզանից քաշվի, ոչ ամաչի, ոչ է վախենա։ Այլ իմանա, որ դու իր համար այն մարդն ես, որ ինքը կարող է ամեն ինչ պատմի։ Հուսով եմ տենց կդառնա։ Հələ դեռ տենց է։ Ես էլ եմ հուսով, որ այո։ Տինեյջերների հետ դժվար է ասել։ Մի վախեցիր։ Շարունակենք զրույցը աղանդերի շուրջ, սուրճ կխմես։ Գինի խմեմ։ Գինի խմես, շատ լավ, շատ լավ։
ասում են հալվայի այս տեսակը հենց լոռիում են պատրաստում։ Երբ գարնանը տան մեծերը բարձրացել են սար, մնալու իրենց բինաներում, այսինքն փոքրիկ տնակներում, կանայք, քանի որ շատ է եղել կատնամթերք, պատրաստել են հալվան, ասում են այնտեղ ռեժանով են պատրաստում, եթե ձեր մեջ կան լոռեցիներ, ապա կարող եք գրել, դա ճիշտ է թե ոչ։ Ինձ անհրաժեշտ է կես բաժակ ռեժանը տաքացնել։ Երբ ռեժանը տաքանում է, ավելացնում ենք 1 բաժակ ալյուր։ Կարևորը նույն բաժակով չափերը պահել։ Ես ճիշտ ասած մի փոքր կասկածում եմ ստացվելու է ինձ մոտ թե չէ, դե գիտեք, աղանդերը իմ ամենաթույլ կողմն է, բայց ինձ թվում է գլուխ կհանեմ անպայման, որովհետև ուզում եմ լավ լինի։ Տրամադրվածությունը շատ կարևոր բան է։ Եվ ավելացնում ենք կես բաժակ շաքարավազ։ Ձեր ընտրությունն է իհարկե, ինչպես կմատուցեք, կարող եք մի ափսեի մեջ սեղմել, դարձնել համասեռ զանգված, թողնել սառչի, հետո կտորներով մատուցել կամ անել այնպես, ինչպես ես եմ առաջարկում, իսկ ես առաջարկում եմ ավելի այսպես եթերային տարբերակը, որը ավելի էլեգանտ է նայվում։ Այսպես սահուն քայլերով հասանք մեր աղանդերին։ Ես դրան եմ սպասում։ Պիտի անկեղծ ասեմ, վստահ չեմ, որ ստացվել է այն ինչ որ պետքա ստացվեր, որովհետև ես հասկանում եմ, որ սրա համար պետքա տենց մի 60 տարեկան լավ կենսագրությամբ լոռեցի կին լինես, էլի, որ ես հալվան կարողանաս ռեժանով սարքել։ Բայց ես որոշեցի մի քիչ sense խորամանկություն անել եւ իրեն դարձնել ավելի ժամանակակից, ավելի այսպես թեթև մի բան, որը սիրուն քողի տակ կարելի է մատուցել, հրամցնել։ Բայց փորձենք։ Տեսքը շատ թեթև է։ Եթե չհավանես, հանգիստ կարող ես ասել։ Շատ համով։ Այս ռեժանի համը սարատանում մի տեսակ չէ։ Բայց ված չի, իսուրել իսկ թերագնահատում են։ Մի հատ է փորձ, հա։ Ինձ աշխատում շատ ապետ, որտեղ շատ է ասում։ Ահա, այո։ Ես գիտեմ, որ Rearrange-ից բացի նաև այլ պրոյեկտներ կան, որոնք եփվում են եւ դրա մասին դեռ չգիտենք։ Մի հատ հենց հիմա մի հատ հետաքրքիր բան կան, բայց Rearrange-ի հետ է կապված։ Դե այսօր մեր 300 էպիզոդն ա դուք գալու, Արագիլ հետ, ֆոտո լուսանկարիչ։ Բալայան։ Հա։ Լացացրել է։ Դե հա։ Պատմությունները, որ Արեգն է տեսել ու անցել դրանց միջով։ Նենց բաներ ա տեսել, որ փշակաղում ես, չես կարող առանցել ոնց է այդ ամեն ինչի միջով, այդ ամեն ինչը լսես էլի։ Ու 300 էպիզոդ հետ կապված հիմա AI օգնությամբ բոլոր իդեաները, որ երբևէ մեր ոդքասթում հնչել է, սա իդեաները, սա ոդքասթները տեքստ եք սարքել, որտեղ տեքստից բոլոր իդեաները հանել ենք ու ամեն էպիզոդ նաև վիզուալ գրաֆիկներով սենտերում արդեն մի հատ ստացել ենք բոլոր իդեաները ոնց են իր հետ փոխկապակցված ու նաև այդ իդեաները ինչքանի անգամ հնչել տարբեր հյուրերի կողմից տենց կարողանանք ստանանք հիմնական թեզերը, որը շատ հնչել է Rearrange-ում ու մարդկանց օգնել ունեք հաջողակ դառնան կամ մարդկանց օգնելը ստեղծագործեն ու այդ դրա արդյունքում կունենանք մեծ գիտելիքի բազա, որ այն մարդիկ, ովքեր իրոք փորձ ունեն ինչ-որ ճանապարհ են անցել ու մեր հյուրն են եղել, իրաց այդ բոլոր իդեաների կարճ կտորները, վիդեոյի կտորները ու նաև այդ ամեն ինչը ոնց է իր փոխկապակցված, տենց սիրուն համակարգ կստանանք ու դրա վրա հիման վրա ուզում եմ գիրք գրեմ ու անունը դնել եմ 300, որ այդ 300 էպիզոդի ընթացքում ինչ ենք կարողացել սովորել ու այդ ամեն ինչը նաև լինելու է ինտերակտիվ AI միջոցով կկարողանաս AI-ին հարցնես, որ օրինակ այս էպիզոդին ինչի մասին է խոսացել հիմնական թեզը, որն արել կամ օրինակ չունեմ այսօր Սոսին Էջանի Բեկյան ցույց տալի, օրինակ Սոսի հետ խոսալուց ինչ երգեր են քննարկել, ինչ երգեր են քննարկել, այդ ամեն ինչը կդառնա շատ ինտերակտիվ, կկարողանաս խոսես հետը ինֆորմացիայի կոզած կտորները գտնես, գրքերը, երգերը ու թեզերը։
Այս մի էպիզոդն է, այդպես ամեն կետը մի հատ իդեա է, որի վրա դու կարաս կտացնես ու տեսնես ինչի մասին է խոսվել ու ասես կարաս խավի անես հիմնական թեզերը։ Այս մի էպիզոդի վրա, սա հլա դեռ շատ դրաֆտ է, ինքը ուրիշ տեսք է ունենալու, բայց որ մոտարապես պատկերացնես էլի։ Ահռելի աշխատանք է։ Հա։ AI գիտնականում են, կանաչ աշխատում է տակը custom code-ը օգտագործել եմ մի քանի AI Claude, մեկ է Gemini։ Չնայած ինչքան էլ մեդիայի մեջ եմ եւ նորությունները ինձ համար կարեւոր են գործիքների կիրառել, բայց sense բաները միշտ ուզում հասկանալ ինչի համար է պետք։ Այս իրական կարիքից է եկել, որտեղ միշտ մարդիկ մեզ հարցնում են, որ ինչ-որ մի բան լսել ենք, ուզում ենք հիշենք որտեղ չէ։ Կամ ընդհանրապես գրեք ինչ գրքեր է այդտեղ քննարկվել կամ ինչ երգեր է քննարկվել, ոնց որ այդ բոլոր ինֆորմացիան մենք կարող ենք ստանանք մեր վեբսայթում, որտեղ մարդիկ կարողանան մանգան ինֆորմացիան գտնեն, գրքերի ցուցակներ գտնեն, երգերի ցուցակներ գտնեն, rearrange-ի տարբերակները գտնեն, ինչ թեզեր է քննարկվել, ասինքն եթե դու նայել ես այդ էպիզոդից ինչ-որ ինֆորմացիա ստացել ու նաև հետո կավելացնենք, որ եթե օրինակ, չգիտեմ, խոսել ենք վազքի մասին, ինչա VO2 max-ը, որը չգիտեմ ժամանակի միավորում ինչքան թթվածին ես քո օրգազմը կարողանա օգտագործել, թիվ կա։ Եթե դա լսել ես ու հետաքրքիր է, բացի նրանից, որ մեր մոտ կոչվածվել է, կարող դնենք, որ այդ թեմայով ինքը գնա խորանա research։ Ինքը տանի իրեն այդ կողմ։ Ու ոնց որ ինքը դառնում է տեղ, որտեղ երբ որ դու ինչ-որ թեմա քեզ հետաքրքրեց, ուզում ես հայտնաբերես, այդտեղի օգնությամբ կարողանաս հայտնաբերես, խորանաս ու ոչ թե մնա հա լսեցի թե իմացա, այլ կարա դառնա նոր գիտելիքի աղբյուր։ Այս IT ոլորտը քո կյանքի մի մասն է նաև, ես պատկերացնում եւ հասկանում եմ։ Միշտ տենց ես եղել, փոքր ժամանակվանից է դա գալիս, թե հետո ինչ-որ մի կետից բացահայտել ես այդ քո համար։ Դե փոքր տարիքից է եկել, ես լավ հիշում եմ, իմ առաջի բիզնեսը հենց անգամ դրա հետ է կապված եղել, որ մաման փոխանակման ծրագրով խումբ էր տալի Հոլանդիա մի ամսով ու հետը PlayStation էր բերել, ժամանակ այդ վերջն էր, էլի PlayStation-ը ու իր դիսկ էր։ Որտեղ դիսկ էր կար, որ այդ խաղերը Հայաստանում չկար։ Ու ես այդ խաղերը այդ ինտերնետ ակումբներում այդ դիսկերը կոպիի անում, հետո թերթով հայտարարություն տալիս ու վաճառում այդ 12-13 տարեկան այդ իմ առաջի բիզնեսն է եղել, դիսկեր վաճառելը, հələ ինչ-որ թվային բան կար, ու միշտ այդ ինտերնետը այդ Ես կհիշես ինչքան փող ես աշխատել այդ ժամանակ։ Ու ինչի վրա էիր ծախսում։ Դե հաստատ գնացել եմ բանը, ինտերնետ ակումբում ինտերնետի վրա եմ ծախսել։ Որ ինչ-որ մի հատ թազա բան քաշե ինտերնետով սիրում եմ ժամանակ ալբոմները քաշում տարբեր արտիստների վիդեոներ, մենք ասում ենք այնքան դանդաղ է ինտերնետը, մի հատ ալբոմ քաշելը կարար տևեր, չգիտեմ 4-5 ժամ։ Հիմա տես մի քլիկ ինչ հասանել է ու էներգիա է դնում, ռեսուրս է դնում, որ քո ուզած արտիստին կարողանաս լսես։ Ինչ հետաքրքիր բիզնես ես ունեցել, որ այնց հիշում ես էլի մինչև հիմա քո համար կարևոր է, որ եղել է ու կապ չունի ինչ ավարտով։ Մի հատ հետաքրքիր բիզնես ունեի, երբ որ նոր հետ եկա Ամերիկայից, այդ ժամանակ eBay նոր էր բացվել, ու այդ Երևանում առաջի բիզնեսներից մեկն era eBay-ով ապրանք էինք առնում, որ ապրանքներ որ ստեղ չկա։ Ու Երևանում վաճառում ու ամենամեծ խմբականակը ապնոսներ էինք պատվի։ Այդ ժամանակ հիփ-հոփն ու R&B-ն նոր մոդա էր դնգի Հայաստան ու այդ հիփ-հոփ արտիստները ինչ ակնոցներ դնում են, այդ ակնոցներից էզան տարբերակ eBay-ով գտնում ենք, պատվիրում ենք ու ստեղ վաճառում ենք։ Այդ տենց Երևանի on-line բիզնեսի առաջի փորձերից է եղել։ Կարևոր է այդ մեծ մտածողություն ունենալը։ Հա, ինձ թվում է պետք է, ու պետք է ամբիցիաներ ունենալ, ու պետք չի դրանից ամաչել։ Բայց կան մարդիկ չունեն, չէ։ Հա, դա էլ է նորմալ։ Բայց կան մարդիկ, որ չունեն, բայց ուզում են ունենալ։ Կա ինչ որ տենց բանալի, որ ասել, այ եթե դու անես այս քայլերը, դու անպայման կունենաս այդ ձգտումը, այդ երազանքը, այդ մեծ նպատակները, թե չկան բանալիներ։ Չեմ կարող ասեմ, ես կարող ասեմ իմ մոտ ոնց է։ Փոքր անելս։
փոքր հաղթանակներից։ Ինչ որ մի բան պետքա սկսել։ Այն որ just do it, մի բան սկսի, չգիտեմ, նկար տպի, մետրոյում ծախի, մի բան արա, կամ չգիտեմ, երաժշտություն գրի, դիր YouTube։ Մի բան պետք է անել ու չվախենալ։ Այդ մի բան անելուց ու փոքր հաղթանակներից կամ չստացվելուց դու քիչ-քիչ սկսում ես բացահայտես, ոնց ասես, սկզբում նեղը այդ քո շրջանը քիչ-քիչ մեծացնում ես ու ինչքան մեծանում է շրջանը, դու այնքան հասկանում ես, որ շրջանից դուրս ինչքան ավելի մեծ բաներ կա։ Ու դրա հետ էլ խորժա կտամ ես, ուզում ես նոր բաներ փորձես, հետաքրքրություններդ շատանում է, ամբիցիաներդ շատանում է ու այդ ստեղծելու, անելու process-ը քո համար դառնում է ոնց որ խաղսական անհրաժեշտություն։ Առանց դրա չես կարողանա։ Օրինակ Արեգի հետ այդ ենք խոսում, ասում եմ, իմ մոտ այդ խնդիրը չկա, ես գիտեմ իմ արածները 90%-ը չի ստացվելու, բայց մեկը ես ուզում եմ անել։ Պիտի շատ ռիսկով լինես, էլի, որ տենց բան անես, պիտի այդ պատասխանատվության տակ կարողանաս մտնել, պիտի չվախենաս դրանից։ Բայց վախերը դե ամեն դեպքում ամենքս էլ ինչ որ վախեր ունենում ենք, ինչ որ բանից։ Օրինակ հատկապես երբ որ երեխա ես ունենում, շատ ժամանակ քո վախերը ֆիքսված կապված է լինում հենց քո երեխայի հետ։ Տենց վախեր դու ունես, որ հենց, ասենք, երեխու հետ է կապված կամ ընտանիքի հետ է կապված։ Երեխու հետ կապված թազա բաներ է, թազա վախեր եմ անլոքար է։ Երեք ամենամեծը որ չհասցնեմ։ Օրինակ չհասցնեմ այն ամեն ինչը, որ ես ուզում եմ իմ ընտանիքի համար ստեղծեմ։ Չնայած ֆինանսական անվտանգություն կլինի կամ լավ կրթություն կլինի։ Օրինակ դրանից չգիտեմ, խիստ կսանա վախեմ, չնայած համոզված եմ, որ համ ժամանակ ունեմ, համ հնարավորություն որ այդ ամեն ինչը անելու համար, բայց վախում եմ, որ հանկարծ չկարողանամ անեմ, որովհետև ոնց որ ինքդ քեզնից մեծ սպասումներ ունես, որ քո ուզում ես ընտանիքի համար ստեղծես օրինակ կոմֆորտ կարողանան ապրեն։ Երևի է դա։ Մի տեսակ ինչ որ լավ իմաստով եմ ասում, ծերունական իմաստություն կա այդ ամեն ինչի մեջ, որ ասենք այդ տարիքում մի քիչ դժվար է, էլի, որ մարդը ունենում է։ Դրա հետ ապրելը ոնց է, հեշտ է։ Դե ոնց որ ես ապագայից շատ չեմ վախենում, որովհետև համոզված եմ ինչ երանի տակից դուրս կգամ։ Ահա։ Բայց մեկը այդ վախերը տենց գլուխ են հանում։ Ես չգիտեմ, մտածելուց է, որ սկսում ես ռեֆլեքսիա անես, փորձում ես հասկանաս ընդհանրապես ինչ ես անում, ինչ ես ուզում անես, ինչ ես ուզում քո ընտանիքի, ոնց ես ուզում քո ընտանիքը ապրի, քո կինը, երեխան, ծնողները, չգիտեմ, հարազատ։ Օրինակ կոնկրետ կրթության հետ կապված ես դե իմ աղջիկը մի քիչ ավելի մեծ է քո տղայից, ու ես անդադ այդ վախը ունեմ, որ իր ուզած կրթությունը տամ եւ այլն, հետո այս վերջերս մի քանի օրվա պատմություն եմ ասում։ Մի տեսակ շատ լավ ինքս իմ գլխի մեջ միտք դրեցի, որ իսկ ով ասում, որ ես պետք է իրան տամ այդ կրթությունը։ Այն իմաստով, որ ի տարբերություն մեր ժամանակների, որ մաման, պապան պետք է քեզ օգնեին, որ դու համալսարան ընդունես ու գոնե վարձը տաս։ Հիմա հնարավորությունները ուրիշ են։ Ու ամեն ինչ քեզանից է կախված, եթե դու լավ սովորես, այնքան կրթաթոշակներ կան, ծրագրեր կան եւ այլն, որ դու քո ճանապարհը կարող ես ինչ որ կերպ հարթել։ Ու դրա համար ասենց ինձ ոնց որ հանգստացրեցի ու ասեցի՝ մի րոպե, դու պետք չի վազես, փորձես հասցնել այդ միտքը քեզ, որտեվ անդադ հետա քաշում, համ առաջ է տանում, բայց համ էլ ճահիճի նման հետա տանում, որտեվ սկսում ես վախեր ունենալ։ Դրա համար ես բաց թողեցի օրինակ այդ միտքը։ Հա, դու դες կոմոդ ստացվել է մոտ։ Հա։ Որտեվ ես էլ ունեի այդ մտավախությունը, այդ միտքը, վախը։ Նա օրինակ շատերը հարցումներ որ նայես անվտանգությունից հետո Հայաստան երևի երկրորդ ամենաշատ բանը անհանգստացնող հարցը կրթությունն է, բայց օրինակ իմ կարծիքով շատ խնդիրներ կրթությունից չի գալի։ Շատ խնդիրներ գալիս է աղքատությունից։ Այսինքն երբ որ դու աղքատության հարցը կարողանում ես լուծես, կրթությունը դրա հետևից գալիս է։ Ու խնդիրն է որ մեր երկիրը օրինակ շատ երկար աղքատ ապրել ու շարունակում աղքատությունը մեր երկրում շատ մեծ մնա ու շատ խնդիրներ հենց դրանից են գալիս։ Ու ոնց որ մենք մեր սերունդը, մեզնից հետո եկող սերունդը, մեզնից առաջ սերունդը ոնց որ ինչ որ չափով պատասխանատվություն անենք, որ կարողանանք արժեք ստեղծել։ Արժեքի հետ է գալիս է
ֆինանսը, փողը ու երբ որ բավարար քանակությամբ մարդ կարողանա երկարաժամկետ արժեք ստեղծի, ընդհանուր հասարակությունը կունենա ինչ-որ հարստություն, սերունդներով շարունակվող։ Դրա մասին էլ է պետք մտածել, իսկ եթե դա եղավ, դրա հետևից գալու է շատ լավ կրթություն, ոնց որ օրինակ Եվրոպայում է եղել, ոնց որ ԱՄՆ-ում է եղել ու չգիտեմ ԱՄՆ-ի օրինակ ամենաառաջատար թանգարանները կամ դպրոցները որ նայես 20-րդ դարի սկզբի կամ 10-րդ դարի վերջին ինչ-որ հարուստ մարդկանց կողմից ֆինանսավորված ֆինանսավորման արդյունքը ու այդ մարդիկ շատ անգամ ընդհանրապես կրթություն չեն ունեցել ընդհանրապես ու այդտենց պատրանք կա որ հարստություն ստեղծեք անպայման պետք է շատ կրթված մեջ չէ օրինակ ինչ է Հայաստանում շատ հեշտ բիզնեսների մեծամասնություն կոպի անել որովհետև դե կրթական հիմք չկա դրանց դրա համար ամեն մեկը նույն բանը կարող անի միկրոչիպ չենք ստեղծում էլի առևտուր ենք անում կամ ինչ-որ բան ենք ներմուծում բայց դրա արդյունքում ստեղծվելու է հարստություն որի հետևից գալու է արդեն ավելի տեխնոլոգիական ավելի կրթության վրա հիմնված էկոնոմիկա Հուսանք շատ պլանը համենայն դեպս պատկերացումը շատ լավն է օրինակը մյուս երկրների որ արվել է կիրառվել է եւ արդյունքի են հասել իհարկե ուզում եմ մի հետաքրքիր բան փաստել Հերմինե դիալոգ նախագծի այս 3 տարվա պատմության մեջ առաջի անգամը որ ես առհասարակ տեսախցիկի գոյության մասին մոռացել եմ ու ոչ թե խոսքերով այլ զգացողությունով ու իսկապես իմ մոտ այն զգացողությունն էր որ sense մեր տանը մենք երկուսով նստած զրուցում ենք ու ես չեմ մտածում ճիշտ ու սխալ լինելու կետերի ու ելակետերի մասին, ուր տանելու, ուր գնալու եւ ուր հասցնելու մասին ու վայելել եմ այս ամբողջ ընթացքը աննկարագրելի ձևով։ Շատ շնորհակալ եմ քեզ դրա համար։ Ես գաղտնիք բացեմ, որ ինձ կոմֆորտ չի լինում, ես շատ չեմ խոսում, շատ եմ խոսացել։ Չէ, ես որ քեզ շնորհակալություն։ Մերսի շատ։ Տալու համար իրոք ինձ թվում է զրույցները կարևոր է, որտեղ դու ինքդ կարողանում ես ինչ-որ բաներ արտահայտես, որ դու քեզ պետք է որ դու այդ ասես ու լսես։ Լսես, շատ կարևոր է։ Շնորհակալություն, ես վստահ եմ մենք էլի առիթներ ունենալու ենք հանդիպելու։ Շատ մեծ բավականություն եմ ստացել այս զրույցից։ Առաջարկում եմ անպայման միանալ Նարեկի YouTube-ի պաշտոնական ալիքին Rearrange with Narek Amirxanyan եւ Rearrange-ի յուրաքանչյուր նոր էպիզոդը թողարկվում է ամեն 5 շաբթի եւ դիտել բոլոր հաղորդումները ստանալ մեծ բավականություն, մեծ գիտելիք եւ վայելել են հյուրերին, որոնց Նարեկը հրավիրում է, որտեղ յուրաքանչյուրը հատնտիր ընտրված մարդիկ են։ Շատ շնորհակալություն։ Քեզ դավոր։ Մերսի։ Հաղորդման գլխավոր գործընկեր Valan Group։ Գործընկերներ Armenia Wine, Կտուր AM